Առաջի հարցս վերաբերվում է տրանսպորտին, չարչարկված տրանսպորտին, ուրեմն տեսեք, ասում եք տրանսպորտը բարեփոխել եք, բայց խնդիրները շարունակվում են, ես հիմա մի բանի մասին խոսեմ, երկու ավելի ճիշտ, խնդրի մասին, որ իր հետևից բերում է հաջորդիվ խնդիրները, ուրեմն տրանսպորտը եթե բարեփոխել եք, վարորդներին դասընթացներ, վարվելակերպի հետ կապված, մարդկային շփումների հետ կապված որոշակի տրեյնինգներ անցկացնում եք, թե չէ, կամ ընդհանրապես իրանց վարելու հետ կապված ոնց մեքենա վարեն, կանգառներում ոնց կանգառանեն, ինչի համար եմ ասում, որովհետև իրանց կանգառներում կանգնելու պատճառով կամ սխալ կանգնելու պատճառով կարող են առաջանալ խցանումներ, այսինքն կանգառից դուրս կանգնեն, դա նկատի ունեմ, կանգնեն կանգառում երկրորդ գիծ օրինակի համար ու կանգառում առաջանա խցանումներ կանգառի սահմաններում, արդյոք այդ մարդկանց ասում է, որ չի կարելի կանգառից դուրս կանգառանել, թեկուզ կանգառից առաջ ու հետո կամ կանգառում ուղղակի երկրորդ գիծ, սա տրանսպորտի հետ կապված եւ երկրորդ մասը իմ հարցի վարվելակերպի հետ կապված վարորդների, ուրեմն ապրիլի 17-ին ժամը 18:40, ես դրա մասին նաև գրառում եմ արել ու քաղաքապետարին նշել եմ, նաև իրավապահ մարմիններին եմ նշել, բայց հիմա, քանի որ անցած նիստին դուք նիստի կեսից գնացիք ու չվերադարձաք, առիթ չէր դրա մասին ձեզ ասելու, հիմա եմ ասում, ապրիլի 17-ին ժամը 18:40, 7 համարի Ժողովրդի Մակնիշի ավտոբուսը, 54-53 համարի, քաղաքացուն կնոջը Ղարաբաղցի, արցախցի լինելու պատճառով իջեցրել է ավտոբուսից, բարձրաձայն այդ կնոջ հասցեին ատելության խոսք ասելով։ Պատճառը եղել է այն, որ ինը ուղղակի վարորդին նկատողություն արագ քշելու համար, ասել է դանդաղ քշի, մարդ է տեղափոխում։ Արդյոք այս դեպքի հետ կապված տվյալ վարորդը պատժվել է թե չէ, կամ պատժվելու է թե չէ, ինչ-որ գործողություն արվելու է թե չէ, որպեսզի սա իր հետևից չբերի նոր նմանատիպ դեպքերի։ Սա խստիվ դատապարտելի է ու պետքա սա իր գնահատականը ստանա։ Սա այս մի հարցս։ Առաջի դեպքի հետ կապված, կնոջ դեպքի հետ կապված, հուսով եմ նաև ես կիմանամ, նաև հանրությունը կիմանա, որ եթե տենց դեպքը եղել է, ու այդ վարորդը պատժվել է, որովհետև այդ կինը այդ 150 դրամը վճարել է, բայց ճանապարհի կեսից իջացրել, ինքը տեղ չի հասել, ասենք նպատակակետին չի հասել, որտեղ որ գնալուց էր, տուն է գնալուց էր, տուն չի հասել, իջեցրել են։ Իսկ այս մի դեպքի հետ կապված ասեմ, ես ինքս ակտիվ օգտվում եմ տրանսպորտից, ու այդ դեպքերին շատ եմ ականատես լինում, բայց բառացիորեն հիմա ժամը քանիսն է, հիմա ժամը ուրեմն 4-ն է, ժամ ու կես առաջվա ինֆորմացիա 10:37 է հիմա։ Ուրեմն մի ժամվա առաջվա ինֆորմացիա եմ ասում, ժամը 14:30-ի սահմաններում է եղել, ինձ հեռախոսով գրեցին, դեպքը եղել է Խանջյան փողոցում, մանկավարժական համալսարանի մոտ։ Ուսանողը իջել է համալսարանից, մոտեցել է կանգառ, 7 համար տրանսպորտ ավտոբուսը Ժողովրդի մոտեցել է, չի կանգնել կանգառում, կանգառից դուրս կանգնել մարդ է իջեցել, այսինքն հավանաբար մարդ է իջնելուց եղել, ու զգուշացրել է պահի իջնեմ արդեն, պահել է կանգառից դուրս, այդ վարորդը ուղևորը իջել է, այդ ուսանողները ովքեր որ սպասելուց են եղել, իրանցից արդեն հեռու է եղել ու երկրորդ գիծ է եղել, աղջիկներ են եղել, չեն ուզել գնան առաջ ու նստեն այդ 7 համարի Ժողովրդի Մակնիշի ավտոբուսը։ Ինչ-որ տարօրինակ հենց 7 համարի հետ է բոլոր խնդիրները տեղի ունենում, բայց ճիշտ եք ասում, ասեմ ավելի շատ կներեք, ասեմ ավելին 7 համարի հետ կապված շատ ատես դեպք ելնում ու շատ ես երեք դրա մասին էլի բարձրաձայնել եմ 105 զանգահարել եմ, բողոքել եմ 27 համարներ ուշանում, բայց 7 համարը հաճախակի է ուրեմն ուշանում, 40-50 րոպեով սպասում են, հենց այստեղի կանգառում, հեռու չգնանք, այս քաղաքապետարանի մոտի կանգառում մարդիկ կանգնում 40-50 րոպեով 7 համար են սպասում, այդ 7 համարի հետ կապված շատ է դեպքեր լինում, այո։ Շատ բարի, պարոն Դանիելյան, հենց հիմա կխնդրեմ ձեր այս եթերն էլ լավ է, ուղիղ եթեր է, բոլոր ձեր ասած դեպքերը կուսումնասիրեն եւ կարող ենք հաջորդ ավականու նիստին դեպք ասենք, որով ինչ եղավ էլի, խնդիր չկա։